Խաղացուն սիրելի քրիստոնյա ժողովուրդ, նայեք, առանց Քրիստոսի ցանկացած մարդու ցանկացած գործը, քայլը, անգամ բարի գործ լինելը, դա խավար գործ է, դա մարդի փառքի համար է արվում, մարդի գովասանքի, մարդու մեծարանքի համար է արվում, որովհետև դրանում չի փառավորվում Հիսուս Քրիստոսը և Աստվածը, բայց այն մարդը, որ Աստծո Սուրբ Օգուց և լույսից է առաջնորդվում, լույսի կամքն է կատարում, նա փառք է բերում մեր հորը, որ երկնքում է, և մարդիկ տեսնում են ու փառք են տալիս, հասկանում եք ժողովուրդ ջան, նայեք Հովհաննեսի ավետարան 1-րդ խոսքից ասում է, այն է ճշմարիտ լույսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհքը, աշխարհքում էր և աշխարհքը նրանով եղավ, և աշխարհքը նրան չճանաչեց, իրանների մեջ եկավ և իրանները նրան չընդունեցին, խոսում է Հիսուս Քրիստոսի մասին, ասում է ճշմարիտ լույսը Քրիստոսն է, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհքը, աշխարհքում էր և աշխարհքը նրանով եղավ, այս աշխարհքը Հիսուս Քրիստոսով եղավ, Տերը ստեղծեց այս երկիրը, բայց Տերը եկավ այս երկիր իրանների մոտ, իր ժողովրդի մոտ, իր արարած ժողովրդի մոտ, բայց նրանք չընդունեցին Քրիստոսին, չընդունեցին, իրանների մեջ եկավ և իրանները նրան չընդունեցին, ինչի համար, որովհետև նրանք խավարի գործ էին անում, նրանց գործերը խավար էր և խավարի մեջ ապրող, խավարում գործողը ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որ նրա գործերը չհանդիմանվեն Տերով, հասկանում եք, դրա համար շատ ժամանակ խավարի որդիները ատում են լույսի որդիներին, իսկ ասում է, բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանցը, Աստծո որդիներ լինելու նրանցը, որ նրա անունին հավատում են, որոնք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից և ոչ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցան, այսինքն ովքեր որ գալիս են դեպի Քրիստոսը, դեպի լույսը, որոնց կյանքը որ լուսավորվում է, հավատում են Քրիստոսին, ընդունում են իրանցը Տեր և փրկիչ և Տիրոջ կամքն են կատարում, նրանք Աստծո կամքով ծնվածներ են, ոչ թե մարմնի կամքով, ոչ թե մեր ծնողների որոշումով, ոչ թե արյունից, ոչ թե մարմնից, այլ Աստծուց ծնված են, Աստծո կամքով, Աստծո հոգով և Աստծո փառքի համար էլ պետք է ապրեն ժողովուրդ ջան։